Արդեն նկարում եք, սկսեմ։ Լավ։ Պատրաստ չեմ մի վարքյան։ Բարև։ Այս տեսագրությունը քեզ կտան այն ժամանակ, երբ որ դու էլ կմահանաս, այ հիմա քեզ հայտնեցին իմ մահվան լուրը։ Չգիտեմ ինչ կզգաս, կարող է մնացած բոլոր մահերի նման մի 5-10 րոպե տխրես ու վերջ։ Ստեղ ինձ լողացրեցին, նոր շորեր տվեցին, որ իմ հակոբել չեմ, ոնց որ ասում են ինչ-որ ուրիշ գալակտիկա են տանում։ Չգիտեմ, գժվել եմ երևի կամ քնած եմ կամ չգիտեմ։ Ես միշտ աթեիստ եմ եղել ու մտածել եմ, որ վերջ, հա։ Բայց փաստորեն ոնց որ չէ։ Ինձ պապայի տեսագրությունը տվեցին, հուզվել էի։ Պարզվեց բիոլոգիական պապաս չէր։ Ես օրինակ ուրիշ երեխուն չէի պայի։ Ու այդքան բարի չէի գտնվի, գիտես։ Լավ, ջուր եմ ծեծում, ժամանակներ գնում է, ուզում էի ասեի, մի անգամ մտա ձեր տուն, քնած էիր խորը, չարթնացար, մազերդ թափվել էին դեմքիդ, մենակ փակ կոպերդ էի ներևում, չդիմացա, դանդաղ, զգուշ, մազերը դեմքից հետ մի կողմ տարա ու նենց էի ուզում քեզ արթնացնեի, ուզում էի այդս տանեի, բայց չգիտեմ, մտածեցի ժամանակ կա, մտածեցի կհասցնեմ։ Սխալվել եմ, հա, սխալվել եմ։ Բոլոր սիրուհիներս նույն դեմքը ունեն ինձ համար, քո դեմքը, զարմանում ես, չէ՞, ես էլ եմ զարմանում։ Ատում էի քեզ, ուրիշների ներկայությամբ միշտ հայհոյել եմ, վերջի բառերով, ամենավատ բառերով, որ ես գիտեի։ Ես իմ ասացին չէի ատում, բայց չգիտեմ, երևի ուզում էի հանգստանայի, ուզում էի մոռանայի։ Ու մի անգամ ձեր դիմացի շենքից քեզ նկարել էի, մերկ, մեծ զում էի արել ու ֆանտաստիկ նկարներ էին։ Լավ, ժամանակ ավարտվում է ու ուզում եմ ասեմ ինչ 7 տարվա ընթացքում չեմ ասել, գոնե մի անգամ պիտի ասած լինեի։ Սիրում եմ քեզ։